Մարտարվեստը երբեմն ասոցացնում են արևելյան մշակույթի հետ։ Հայաստանում այն ռազմական, կիրառական արվեստ է։ Սա մեր ուղին է։ Այսօր մենք հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիային, մասնավորապես ֆեդերացիայի նախագահ Սուրեն Օչինյանին։ Բարև ձեզ, պարոն Օչինյան։ Բարև ձեզ։ Բուդոշին մարտարվեստ, Բուդոշին առհասարակ։ Ինչ է իրենից ներկայացնում, ինչ նախապատմություն ունի, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում, որն է նրա ուղին։ 2015 թվականին ստեղծվեց Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիան, հասարակական կազմակերպություն, որը Բուդոշին նշանակում է մարտարվեստի նոր ուղի։ Մենք մեր բազմաչարչար տարիների ընթացքում վարպետների հետ աշխատելուց կարողացանք ձեռք բերել այնպիսի գիտելիքներ, որ մեզ Հայաստանի պայմաններով եղավ այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտ էր կամ ընդհանրապես թողնել մարտարվեստը, կամ զարգանալ, եւ մենք որոշեցինք մեր աշակերտներով, որ պիտի շարունակենք անկախ այն հանգամանքներից, որ մեր առաջ դրվեց այդ խոչընդոտները, ստեղծեցինք Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիան։ Անմիջապես առաջին իսկ տարիներից սկսեց մարտարվեստի լուրջ գործունեությունը։ Առաջին իսկ օրվանից հանդիպումներ ունեցանք Ճապոնիայի դեսպանի հետ, որը նաև քենդո մարտարվեստի լավ վարպետ էր, եւ հաճախակի միջոցառումներ կազմակերպելով նաև շեշտը դրվեց, որ մենք պիտի համագործակցենք բոլոր այն մարտարվեստերի հետ, ովքեր որ ճիշտ պահում են ավանդույթները եւ հոգեհարազատ էր մեզ։ Այդպես շարունակվեց եւ 10 տարիների ընթացքում արդեն Բուդոշին մարտարվեստը եւ ճանաչվեց եւ Հայաստանում եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Այ ես իմ բացման խոսքում նշեցի, որ հենց մարտարվեստը ինքնին մշակույթ է։ Եվ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ Ճապոնիայի դեսպանի հետ արդեն համագործակցության արդյունքում բազմաթիվ միջոցառումներ եք արել։ Այ խոսենք այդ միջոցառումներից, առհասարակ ինքը նաև որպես հոգեբանություն ու փիլիսոփայություն, նաև մի առաքելություն ունի, փողոցից մատաղ սերնդին կտրում է եւ ուսուցանվում է այն ամենը, ինչը կոչվում է հենց մշակույթ։ Ուրեմն մեր պատմությունը դեռ շատ ավելի վաղ է սկսվել 92 թվականից, որ մենք զբաղվել ենք ֆուդոկան մարտարվեստով եւ հիմա կյանքը բերեց այդ 10 տարի ընդմիջությունից հետո նորից վերադարձանք ֆուդոկան, որը ոչ մեր հանգամանքներով էր այդ ընդհատումը, հիմա արդեն արդարությունը եկավ իրեն տեղը եւ մենք նորից զբաղվում ենք ֆուդոկան կարատեով։ Ինչ վերաբերում է զարգացման ընթացքին, մենք դեսպանի հետ ունեցանք առաջին հանդիպումը եւ մեր ցուցադրական ելույթներից այնքան էր ողջևորվել, որ մեր առաջարկությունով կազմակերպվեց մարտարվեստի փառատոն Երևան քաղաքում, արդեն բոլոր մարտարվեստի ֆեդերացիաները մասնակցություն ունեցան ու շատ մեծ զարգացում նորից ապրեցին։ Իհարկե ձեր խոսքի մեջ շատ ճիշտ է, մեր առաջնային նպատակը սերունդին ճիշտ կրթել, ճիշտ դաստիարակելն է եւ բնականաբար մենք անցել ենք այնպիսի դպրոց, այնպիսի դաստիարակություն եւ կրթություն, շփվել ենք այնպիսի վարպետների հետ, որ կարողացանք ստեղծել այդ ընդհանուր կոլորիտը, որ կարողանանք երեխաներին ճիշտ կրթել ու դուրս գալ միջազգային ասպարեզ եւ ոչ միայն չամանչել, այլ ընդհակառակը ճանաչվել եւ հասնել բարձր հաջողությունների։ Իհարկե մեր եռագույնը ծածանելով աշխարհի տարբեր ծայրերում, դրանից հաճույք իմ կարծիքով ոչ մի հայ համար առավել չի կարող լինել։ Այ վերջերս հենց կոնկրետ մայիսի սկզբին, եթե չեմ սխալվում, մայիսի 8-ից 11-ը Լեհաստանում տեղի ունեցավ ֆուդոկան ոչի մարտարվեստի աշխարհի 10-րդ առաջնությունը։ Մենք ներկայացուցչական ուղղակի ներկայացանք, թե հաջողություններ ունեցանք, պատմեք խնդրում եմ դրա մասին։ Մենք Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիան ֆուդոկան ֆեդերացիայի կողմից հրավեր ստացավ, որ մասնակցենք։ Մենք 10 մարզիկներով 9 տղա եւ 1 աղջիկ, մեծահասակներ 3 հոգի, որոնցից մասնակցեցինք միջոցառմանը եւ այդ ֆուդոկանը կազմակերպել էր 7 մրցաձև, անհատական կատա, կոմիտե, թիմային կատա, կոմիտե, ֆուկուգո, Կիխոն կոմիտե, ջույպոն կոմիտե, բոլոր հնարավորությունները կան, որ յուրաքանչյուր մարզիկ իրեն կարողանար դրսևորել տարբեր մրցաձևերի մեջ։ Իհարկե բոլոր մրցաձևերը խիստ կանոններով, խիստ աշխատանքի հետևանքներ էին։
Անկեղծ ասած միջազգային ասպարեզ դուրս գալուց միշտ անհանգստություն կա, որ օտար երկիր, երեխաների անփորձություն, անծանոթ մրցավարներ, միջավայրը տարբեր, մանավանդ որ աշխարհում ձևավորվում են այդ մրցավարները տարբեր ոճերից, ավանդական, ֆուտբոլականից, սպորտայինից, տարբեր մարդիկ իրենց կյանքի ընթացքում փոփոխություններ են ենթարկվում եւ չես կարող պատկերացնել թե մրցածի պահին որ մրցավարը ինչ տեսակետից ոչ միայն խոսքս վերաբերում է անաչառության, այլև իրենց գիտելիքներով համեմատելու։ Դրա համար մեծ ռիսկայնություն կա, ինչ կլինի, բայց միայն մասնակցությունը երեխաների այդքան բազմաթիվ Միջայլոտ 38 երկիր էր, 1200-ից ավել մասնակիցներ էին, բոլորն են շատ փորձառու, արդեն քանի տարիներ։ Մենք նախապատրաստել ենք երեխաներին, որ իրենց ճիշտ դրսևորեն, կարողանան ինքնուրույն կողմնորոշվել տվյալ մրցագորգի մեջ մրցավարները ինչին են ավելի շատ ուշադրություն դարձնել, քանի որ մենք բոլոր ուղղություններով նախապատրաստել ենք, երեխաները փոքր տարիքից նույնիսկ կարողանում են կողմնորոշվել մեզ հետ խորհրդակցելով, որ այսպիսի միավորներս լավ են տալիս, վատ են տալիս եւ կարողանում են ինքնուրույն դրսևորել։ Քանի մեդալ բերեցինք մենք։ Ուրեմն մենք 10 մասնակցով ընդհանուր վաստակել ենք 22 մեդալ, որից 9 առաջին տեղ, 6 երկրորդ եւ 7 երրորդ տեղեր են գրավել։ Դա շատ լուրջ ցուցանիշ է։ Իսկ եթե թիմային հաշվարկով Անկեղծ ասած, եթե թիմային հաշվարկով չեմ ուզում անհամեստություն լինի, բայց ընդամենը մենք երևի թե եզակի թիմերից ենք, որ 10 հոգեանոց, մյուսները 100-150 հոգեանոց խմբեր ունեին, օրինակ Ռումինիան, Լեհաստանը, շատ մեծ խմբերով 38 պետություններ էին, եթե մենք չդրադարձանք դրան, անկեղծ ասած, ժամանակի առումով հարցնենք ինչ էր կատարում, բայց ինքնուրույն նայելով 10 մարզիկի մեջ 9 ոսկե մեդալ արդեն, 22 մեդալ, պաշտոնական այդ ցուցանիշը չունենք, բայց կարելի է նաև համեստաբար ասել, որ առաջինը կլինենք։ Ես հուսով եմ եւ հավատացած եմ, որ այդ մեդալների քանակը ֆեդերացիայի մեդալների քանակը եւ թիմային հաշվարկում ցանկացած առումով առաջինը կլինենք, իհարկե լավատես եմ, բայց այսպիսի մի հռետորական հարց։ Տարբեր ֆեդերացիաներ կան, զբաղվում են մարտարվեստով եւ այսպես մոդայիկ է դարձել հենց կոնկրետ մարտարվեստը, այս ուղին ճիշտ է, այն ուղին սխալ է, որն է ճիշտը մարտարվեստում։ Դա շատ լավ հարց է։ Ես իմ 33 տարվա մարզչական փորձից միան հասկացա, որ ճիշտը նա է, որ երեխեն վստահի իր մարզիչին, աշակերտը վստահի, միշտ չի որ ծնողը ընտրում է մարզիչին, պատահականություններ շատ են լինում, բայց երբ որ արդեն ընտրել են եւ ուսումնասիրում են ու երկարում է այդ ժամանակը, կարծում եմ ինքը իրանով ճիշտ է։ Մարտարվեստերի մեջ շատ բազմազան են, շնայած թե մարզիչը ինչքանով պրոֆեսիոնալ կլինի, ինչ մոտեցումներ կունենա, ինչ շահագրգռվածություն կունենա եւ իհարկե այն գիտելիքները, որ արդեն համոզվել են, որ իրենք լավ վիճակի մեջ են, փորձությունը միջազգային ասպարեզում, միջազգային մասնագետների եւ վարպետների հետ։ Ճիշտը չես կարող միանշանակ ասել, ով ինչ սիրում է եւ կարողանում է զարգացնել այնպես, որ կարողանա հասնի բարձունքների։ Յուրաքանչյուր գործ, այսինքն ունի իր լավ ու վատ կողմերը եւ յուրաքանչյուր գործ ունի դժվարություններ։ Առաջին հայացքից թվում է, որ ամեն ինչ հարթ, լավ, հիանալի ընթանում է, բայց կուլիսային կան բազմաթիվ բարդույթներ։ Ինչ խնդիրներ ունի հենց կոնկրետ ֆեդերացիան եւ միանգամից երկրորդ հարցը ձևակերպեմ պետական հոգացություն, հենց կոնկրետ օրինակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցություն, աջակցություն, որևիցե ինչ-որ բան կա թե կոնկրետ մեր ֆեդերացիան համագործակցության եզրեր միշտ էլ փորձել ենք փտրել, բայց լինելով մեր ակունքները մարզային, փորձում ենք ներկայացնել մարզային մեր հաջողությունները մեր ղեկավարությանը, ենթադրելով որ ղեկավարությունը կներկայացնի, բայց ինչ որ դեռ այդ քայլերին դրական արդյունքներ դեռ չենք նկատում։ Մենք էլ այստեղ գործ ունենք անելու։ Միգուցե ռոպագանդենք, որովհետև ասենք մեր ղեկավարության ներկայացնելը կամ պահանջները մի այլ հնչեղություն կունենա, մեր դիմումները միգուցե ընդհանրապես նայողներ չլեն, բայց ասեմ, որ տարին տարու վրա արդեն ուշադրություն է դարձվում։ Կարատեները ինքնին փորձում են մեկը մյուսի հետ համաձուլվել, միանալ, բայց երբ որ արդեն անհատական մոտեցումներ ազգում են, որ յուրաքանչյուրը իրեն միջավայրի մեջ հեղինակություն է, իր գործին լավ տիրապետում է եւ ճիշտ է համագործակցությունն է
ոչ թե որևէ մեկը մյուսներին ենթարկվելը։ Ինչու հարցս այդպես ձևակերպեցի, որովհետև կան ֆեդերացիաներ, անուններ չնշեմ, որ հենց համագործակցում են նախարարության հետ եւ չեն էլ հանդիսանում օրինակ օլիմպիական մարզաձև։ Վստահ չեմ կարող ասել, ես Սած դիմավորումից, այսինքն հաջողությունը երբ որ լինում է հենց օդանավակայանում դիմավորելիս, վերջացած տարաբնույթ ճանապարհածախսեր եւ այլն եւ այլն։ Ես ինչ եմ նկատել, ես ուզում եմ փորձել մեր քաղաքի մասշտաբով եւ ամբողջ հանրապետության մեջ ավանդական կարատեն եւ սպորտային կարատեն եւ մարտարվեստը շատ մեծ մասսայականություն է վայելում եւ պետք է որ ղեկավարությունը աշճինաբար հասկանան, որ այդ նույն երեխաները այս ազգի բնակիչներն են, այս քաղաքի բնակիչներն են եւ լիարժեք իրավունք ունեն առանց վերապահումների օգտվել այն ամեն ինչից, ինչից օգտվում են ցանկացած սպորտաձև, ցանկացած մարզաձև։ Կարծում եմ պետք է մի քիչ իրենք էլ ուշադրություն դարձնել, միգուցե ուսումնասիրելով հասկանան, որ իրականում մարդիկ լուրջ աշխատանքով են զբաղված, կրտսեր սերունդին ճիշտ դաստիարակելու եւ ներկայացնելու միջազգային ասպարեզներում։ Հույս ունեմ, որ քայլ առ քայլ ուշադրության կենտրոնում լինելով կգա մի իրավիճակ, որ կարող են անդրադառնալ դրան։ Այս պահին առաջարկություններ են եղել ոչ օլիմպիական մարտարվեստերը միանան, ինձ հետ այս պահին դեռ հեռաբանակցություններ են գնում։ Մենք համագործակցում ենք նաև սպորտային կարատեի հետ, որ վերջերս Եվրոպայի առաջնություն կազմակերպվեց Հայաստանում։ Բոլոր ուղղություններով փորձում ենք անդրադառնալ այդ հարցին։ Ինձ ուղղակի մեր քաղաքի հարցերն են հուզում, որ մեր քաղաքի էլիտան ինքն էլ սպորտային էլիտան հասկանա եւ ընդունի, որ մենք էլ այս քաղաքի բնակիչներ ենք, որ երեխեն ընտրել է մարտարվեստը։ Հարցն նոր ձևակերպեմ։ Այ ֆեդերացիան կոնկրետ մեր մարզում քանի մարզիկ ունի։ Այս պայդրությամբ մարզում շուրջ 200-ից ավելի մարզիկներ ունենք եւ 7-8 մարզիչներ, եղել են պահեր, որ շատ ավելի մեծ քանակություն 300-ից ավել է եղել են պահեր, որ մարզիչներ են Հայաստանի Հանրապետությունից դուրս եկել, խմբերը միասին ընդհատվել են այդ պարապմունքները, բայց վստահ եմ, որ փոքր ինչ ուշադրություն դարձնելով, մեր կողքին լինելով, մենք նորից այն երեխաներին, ովքեր չեն ընտրել իրենց ուղղությունները որևէ սպորտաձևի մեջ, կարող ենք ընդգրկել մեր շարքերը։ Դեվ մարտարվեստը ինքը զինվորական, կիրառական, մարտական արվեստ է։ Իր առաջնահերթ խիստ կարգապահություն, կուլտուրա, մշակույթ, հոգեբանություն, որը մեր ազգին շատ հիգիենա, կուլտուրա, բոլոր առումներով մենք խիստ ուշադրություն ենք դարձնում։ Եվ մեր մարզաձևի ընդհանուր արդյունքներով նաև օգնում ենք ծնողներին, օգնում ենք դպրոցի ուսուցիչներին, կապ են հաստատում մեզ հետ ուսուցիչները, երեխաների կարգապահության հետ։ Մենք անդրադառնում ենք այդ հարցերին եւ ընդհանուր դրական բոլորն են գիտակցում, որ շատ լավ բան են անում, բայց այդ 33 տարիների գոյությունը հենց վկայում է դրան, որ հակառակը չենք լսել, մեզնից կանգատվեն, որ ձեր երեխաները ինչ-որ չար բաներ են։ Նույնիսկ այդ նույն մարզիկների, այդ երեխաների մատաղ սերնդի ամառային հանգիստն եք, ինչքան ով տեղյակ են կազմակերպում բնության գրքում։ Այո։ Հավաքների, բանակումների, սեմինարների տեսքով։ Շատ ճիշտ է, Ռոբերտ։ Ես 95 թվականից գիտակցեցի դրա առավելությունը, որ երեխային կտրել ծնողից եւ ինքնուրույն բնության մեջ ներդաշնակ բնության հետ զորացնել ապրելու ձևը, շփվել այլ քաղաքների երեխաների հետ եւ ընդհանուր մեր բոլորի հսկողության տակ շատ մեծ արդյունքներ նկատեցինք դաստիարակչական առումով։ 5-10-15 օրերի ընթացքում այդ հավաքները, որ կազմակերպել ենք, տուն վերադառնալով ծնողը լիարժեք զգում էր, որ երեխայի մեջ շատ լուրջ փոփոխություններ կա։ Եվ պատկերացրեք այդ 7-8 տարեկան երեխան մի քանի ամառներ անցկացնելուց 18 տարեկան բանակ զորակոչվելու ընթացքում արդեն շատ կարգապահ, շատ պատրաստված, շատ արագ կողմնորոշվող, ընկերներին օգնող, բարդ խնդիրներ եւ ֆիզիկական խնդիրներ լուծելով եւ կողմնորոշվելու խնդիրներ օգնել են բանակին եւ սպայական կազմին եւ դա վկայում է, որ մենք բազմիցս շնորհակալագրեր ենք ստացել երեխաների ծնողներից ծառայության ժամանակ։ Այնպես որ դա շարունակական է, մենք այո ունենք մեր սեփական արդեն կարգավորված է, որ անընդհատ այդտեղ նույնպես աշխատանքներ ա կատարվում կարգավորվի, որ ավելի վստահ, ավելի կրտսեր երեխաներ, ավելի երկար ժամանակով կարողանան եւ աշնանային, եւ ձմեռային, եւ գարնանային, եւ ամառային անընդհատ կապ պահենք այդ բանակումների հետ։ Պարոն Օչինյան, այ խոսեցինք նաեւ մարզիչներից, այդ մարզիչները նաեւ միջազգային
ասպարեզներում ներկայանում են որպես մրցավարներ։ Դրա համար հատուկ պատրաստվածություն, ուսուցում, թե ուղղակի տարիների փորձ, քրտնաջան աշխատանք։ Մենք ուրեմն ներկայացանք մեր մարզիչներով Վանաձորից երկու մարզիչների խմբով, Վահան Դաղբաշյանի եւ Արամ Բաբուրյանի խմբով։ Վահան Դաղբաշյանը հանդիսանում է ֆեդերացիայի փոխնախագահ, Արամ Բաբուրյանը հանդիսանում է Վանաձոր քաղաքի նախագահ եւ իրենց աշակերտներով մեկ աշակերտ ունենք Դիլիջան քաղաքից, որի մարզիչն է Արթուր Սիմոնյանը, Դիլիջանի ֆեդերացիայի նախագահն։ Մենք այդ կազմով ներկայանալուց անկեղծ ասած Ֆուդոկան կարատեի ֆեդերացիան 10 տարի մեզ չէր հանդիպել եւ նոր փոփոխություններ կար ղեկավար կազմի մեջ չէին պատկերացնում որ մենք կարող ենք մրցավարական աշխատանքներ տանել, բայց մենք արդեն փորձ ունեինք եւ նորից Լեհաստանից 22 թվականից ավանդական կարատեի ֆեդերացիայի կազմակերպած մրցումներ եւ 24 թվականին Մոսկվայում տեղի ունեցավ աշխարհի առաջնություն այնտեղ մրցավարական աշխատանք եւ այնտեղ մեզ ճանաչող պատասխանատուն մրցավարների գլխավոր մրցավարը ճանաչելով ինքը երաշխավորեց որ մեր մրցավարությունը կանցնի անաչառ եւ շատ լավ էր որ 4-րդ օրը հենց իրենք բոլորը մոտեցան եւ շնորհակալություն հայտնեցին մեր մրցավարական աշխատանքի համար, որից հետո մրցավարները ստացան միջազգային որակավորման C կարգը վստահ եմ որ հաջորդ հանդիպումներին արդեն այդ կարգը կբարձրանա իմ որակավորումը C էր շատ երկար տարիներ արդեն բայց հանդիպումից բարձրացվեց B կարգի միջազգային մրցավար դա շատ լուրջ ձեռքբերում էր որ 8 մրցագորգի մեջ մրցումներ էր անցնում, որից 5 մրցավար մենք ներկայացնում ենք փոխարինելով, այսինքն համարյա բոլոր տատամիների մեջ կարողանում ենք կողքից գոնե հետևել ինչ է կատարվում մեր երեխաների հետ եւ ոչ թե օգնել, այլ գոնե չթողնել խանգարեն մյուս մրցավարները բացատրել իրավիճակները։ Այնպես որ դա եւս շատ լուրջ ձեռքբերում էր մեր ֆեդերացիայի համար։ Մեր հարցազրույցում կա ինչ-որ թեմա, որի մասին մենք չխոսեցինք եւ դուք ցանկանայիք, խնդրեմ։ Խոսելու բան բնականաբար շատ կլինի, միգուցե ես էլ այս բանին մոռանամ ասեմ, բայց այո, մենք դեռ ասելիքներ եւ անելիքներ կունենանք միասին ու կուզեմ նաեւ մյուս կարևոր ձեռքբերումներից մեկը նշել, որ Աշխարհի Ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Սենսեյ Իլիա Յորգան, որ Ֆուդոկանի եւ հիմնադիր եւ նախագահն շատ մեծ ցնծությամբ դիմավորեց մեզ, շատ ուրախացա որ մենք ներկա ենք եւ Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիան պաշտոնապես ճանաչեց Ֆուդոկան կարատեի աշխարհի ֆեդերացիայի լիարժեք անդամ։ Դա շատ կարևոր ձեռքբերում էր մեզ համար եւ մեր սաների համար։ Իսկ մանրամասները միգուցե մրցաձևերի հետ կապված խնդրենք մեր ֆեդերացիայի փոխնախագահին Վանաձոր ֆեդերացիայի նախագահին ավելի միգուցե իրենք ներկայացնեն։ Շնորհակալություն Սենսեյ։ Ես եմ շնորհակալ։ Շարունակում ենք մեր զրույցը եւ մեր զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Դաղբաշյանը։ Պարոն Դաղբաշյան, խոսենք աշխարհի առաջնությունից, Լեհաստանում անցկացված աշխարհի առաջնությունից, ձեր հաջողությունից, մասնավորապես ձեր սաներից, քանզի հենց դրանք են բարձր հարգի մեդալներ նվաճել եւ իհարկե նաեւ մրցավարական կազմից։ Քանի որ մի քանի հոգի, ինչպես գիտեմ, միջազգային կարգի մրցավարի որակավորում են ստացել։ Ուրեմն նախ եւ առաջ առաջնության հրավեր ստացել ենք արդեն 2 ամիս առաջ, որին հավաքականի կազմով բավականին լուրջ պատրաստվել ենք։ Առաջնություն նախորդին ունենք միջազգային առաջնություն Երևանում, որտեղ նորից ցուցաբերեցին բավականին լավ արդյունքներ, որը մեզ օգնեց արդեն իսկ պատրաստված ներկայանալ աշխարհի Ֆուդոկանի 10-րդ գավաթի առաջնությանը։ Մասնակցում ենք 10 մարզիկներով, թիմի կազմը ընդհանուր առմամբ 15 հոգի էին։ Մարզիկները բավականին լավ էին պատրաստված, մասնակցում ենք բոլոր 6 մրցաձևերին եւ մեզ հաջողվեց բոլոր 6 մրցաձևերից ունենալ մեդալակիրներ։ Ընդհանուր արդյունքում ունեցանք 9 ոսկե մեդալ, 6 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ։ Մրցումները բավականին լավ էր կազմակերպված, բարձր մակարդակով, թե մրցավարական առումով, թե
մարզիկների պատրաստվածության առումով բավականին ծավալուն մրցաշար էր, հագեցած, մարզիկների քանակը բավականին մեծ էր, մասնավոր կուզեմ նշեմ 12, 13 եւ 14, 15 տարեքային խմբում շատ համառ պայքար էր ընթանում, որտեղ մասնակիցները բավականին շատ էին եւ հենց այդ տարեքային խմբում մեզ հաջողվեց մեդալների մեծ պաշար հավաքել, ինչի համար կուզեմ շնորհակալություն հայտնել մեր մարզիկներին, ովքեր շատ համառ պայքարեցին եւ ապացուցեցին, որ նրանք արժանի հետևորդներն են մեր ֆեդերացիայի։ Նաև դա ձեր քրտինքի արդյունքն է, ձեր աշխատանքի արդյունքն է, որ պատշաճ եք ներկայացել, այ խոսենք նաև մրցավարական կազմից։ Ինչպես ընդգրկվեցիք, ինչ նորմ լրացրեցիք։ Բացի մեր մարզչական սեմինարներից, տեխնիկական սեմինարներից, մրցումների նախօրեն տեղի ունեցան նաև մրցավարական սեմինարներ, որոնք մենք մասնակցեցինք եւ հայտ ներկայացրեցինք մրցավարական քննության եւ մրցումներից անմիջապես հետո իմացանք, որ բարձրացել ենք մեր մրցավարական կարգերը։ Մեր ներկայացած թիմից 5 մրցավարները ստացան միջազգային կարգեր, իսկ Սուրեն Օչնյանը բարձրացրեց մրցավարական կարգը, ակարգ բարձրացրեց։ Սա Հայաստանի Ֆեդերացիայի համար բավականին լուրջ քայլ է։ Հետագա մեր մրցաշարերում մրցավարական մեր թիմը ավելի պատշաճ ներկայանալու, ավելի գրագետ մրցումներ անցկացնելու համար։ Ընդհանրապես նմանատիպ առաջնությունները մեծ խթան են թե մարզիկների, թե մրցավարների համար հերթական հաջորդ մրցաշարերը ավելի լավ պատրաստվելու, ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Մաղթեք հետագայում ավելի շատ մեդալներ, ավելի շատ հաղթանակներ եւ մեր մատաղ սերնդին էլ այնպիսի բարօրություն ու խաղաղություն։ Իհարկե նաեւ ձեր անմիջական մասնակցությամբ, որովհետեւ հենց դուք եք կրթում ու դաստիարակում սերունդներ։ Շնորհակալություն։ Շոշափեցինք ռազմական կիրառական արվեստը։ Սա մեր ուղին էր։